Ողջույն, շարունակում ենք Routing Information Protocol-ի մասին դասընթացը, հիշեցնեմ, որ մենք նախորդ դասին կառուցել ենք այս սխեմը և կարգավորել ենք Routing Information Protocol-ը։ Քանի որ սա այս ինտերֆեյսը մեր դուրս է գալու դեպի WAN, դեպի ինտերնետ, մենք այստեղ static routing կկարգավորենք, հա, սենց անենք enable conf տե, ուրեմն IP route ենք տալիս դեպի Gigabit Ethernet 00-ի IP հասցեն 203.010.6 203.010.6-ին, չէ, կներեք, default gateway պետք է տան 000, այսինքն բոլոր այն ցանցերին հասնելու համար, որոնք հայտնի չեն մեր այս դոմեյնում, հա, որը օրինակ այստեղ չկա, հա, routing protocol-ով, երբ որ մենք անում ենք show IP route, բոլոր այդ ցանցերում IP-ները, որոնք չեն պատկանում մեր դոմեյնի ցանցերին, պետք է ուղարկել 203-ին, տակ, 203.010.6-ին, այն ցանցերի մասին, որոնց մասին դու չգիտես, ուղարկիր այստեղ, բայց հիմա բերեք show IP route տանք, տեսնում ենք այստեղ գրած է gateway of last resort, այսինքն բոլոր այն ցանցերը, որոնք քո routing table-ում չկա, դու ուղարկելու ես այստեղ։ Հիմա սա static route է, այն միայն կա այստեղ, այս router-ի վրա։ Բերեք գանք այս router-ի մեջ, նայենք տակ, CLI enable conf տե, չէ, այսպես, show IP route, և տեսնում ենք, որ այստեղ static route չկա և default gateway last resort-ը չկա, ահա գրած է։ Նշանակում է, եթե մենք օրինակի համար ինտերնետ ուզում ենք բան ուղարկել, նա չի ուղարկի, drop կանի, քանի որ այս router-ը չգիտի ուր դե ուղարկի այն փաթեթները, որոնց ինֆորմացիան ինքը չունի, այսինքն այն destination-ների մասին, որոնց ինֆորմացիան չունի։ Նա պետք է ուղարկի default gateway-ին, սակայն նա default gateway-ի մասին ինֆորմացիա չունի, default gateway-ի մասին միայն սա ինֆորմացիա ունի։ Ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի default gateway-ի մասին նաև ինֆորմացիա ունենան մեր մյուս բոլոր դոմեյնի ուրեմն router-ները։ Գալիս ենք նախ conf տե, հա, router RIP, գալիս ենք RIP-ի կոնֆիգուրացիա, passive interface ենք անում Gigabit Ethernet 02-ը, քանի որ նա չի մասնակցում մեր, ասենք ասած, routing domain-ին, այսինքն այստեղ մենք static route ենք գրել և այն չենք ուզում մասնակցի մեր routing domain-ին։ Եվ ուզում ենք այն route-ը, այս static route-ը մյուս, ասենք ասած, մյուս router-ներին ասել, որ ի միջոցով դու կարող եք հասնել, այսինքն եթե սա ուղարկի ինտերնետ փաթեթ, նշանակում է նա պետք է ուղարկի այստեղ, հա, այս router-ին, այս router-ը արդեն գիտի ինչպես հասնել այստեղ։ Այդ ինֆորմացիան տարածելու համար հավաքում ենք default information originate, գալիս ենք end, գալիս ենք օրինակ մյուս router, հավաքում ենք show IP route և տեսնում ենք gateway last resort, այսինքն բոլոր այն ցանցերին հասնելու համար, որոնց մասին մենք ինֆորմացիա չունենք այստեղ routing table-ում, ուղարկում ենք 10.10.10-ին, այսինքն այս սա ուղարկում է 10.10.10-ին, հա, այստեղ գրած է հեսա, իսկ սա նշանակում է candidate default, այսինքն սա default candidate-ն է և այն տարածվել է router RIP-ի միջոցով, գանք այստեղ նայենք, CLI enable show IP route և տեսնում ենք, որ gateway last resort-ին հասնելու համար այն ունի երկու ճանապարհ, մեկը այստեղ, մեկը այստեղ։ Տակ, մի հատ սենց անենք show IP route RIP, տեսնում ենք, որ այս ցանցին սա, տակ, մեկ վարկյան, մի հատ գանք սրա router RIP-ը ուսումնասիրենք, show IP route RIP, և դե տեսնում ենք սա ավելացել է, տեսնում ենք սա էլ ավելացել, սակայն այս ցանցը մենք տեսնում ենք, որ այստեղ մի հատ ընդհանուր ցանց է գրած, հա, այն հասանելի է այս ինտերֆեյսի միջոցով, մենք չենք ուզում այսպիսի ինֆորմացիա տեսնել, մենք ուզում ենք no auto summary-ին ուրեմն անջատել, router RIP, այսինքն RIP protocol, որտեղ հնարավորում է summarization է կատարում,
Դա անելու համար, այսինքն որպեսզի մենք տեսնենք ավելի մանրակրկիտ ինֆորմացիա, գալիս ենք այստեղ configure terminal router rib, հավաքում ենք no auto summary, տալիս ենք end, գալիս ենք այս router-ի վրա, բոլոր տեղերում հավաքում ենք router rib no auto summary, տալիս ենք end, այստեղ ես հավաքել եմ, այստեղ ուրեմն conf-t router rib no auto summary եւ մեր վերջինը conf-t router rib no auto summary։ Հիմա մեր routing table-ները փոխվել են։ Բերեք ստուգենք show IP route rib։ Գանք այստեղ ստուգենք and show IP route rib auto summarization-ը sense ասած անջատված է։ Մեկ վայրկյան clear IP process, հա։ Sense անենք show, այսպես մենք մաքրում ենք route-ները։ Հիմա այստեղ մենք դեռ route չունենք, բերեք մաքրենք նաև մյուս տեղերում, որպեսզի մենք նորից ստանանք routing information-ը։ Նաև բերեք ասեմ, ուրեմն router rib-ը ունի timer-ներ, հա։ Դուք կարող եք timer-ները կարգավորել այս հրամանով։ Basic, օրինակ, չգիտեմ, 15 վայրկյան ենթադրենք։ Սա, սենց ասած, այս ձևով դուք կարող եք փոխել router rib-ի timer-ները, եթե իհարկե դա ձեզ պետք է գալու։ Բերեք հիմա show IP route անենք, show IP route rib, no auto summarization-ը, քանի որ անջատված է, այսինքն no auto summary ենք մենք արել, ավելի սենց ասած ինֆորմացիան ուրիշ ձևով է հասանելի լինում ձեզ։ Դուք այդ ինքնուրույն ուսումնասիրեք ու փորձեք հասկանալ, թե ինչ է անում no auto summary, show IP route rib։ Այսքանը այս դասի համար, հուսով եմ ամեն ինչ հասկանալի է։ Stay tuned։